Բարև ձեզ, Վեկտորիա այսօրվա հյուրը ըմբշամարտի երիտասարդների Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն, բանակայինների աշխարհի չեմպիոն Սուրեն Աղաջանյանն է։ Բարև ձեզ, Սուրեն, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավիրելու համար։ Սուրեն, նախ շնորհավորում եմ մեդալի կապակցությամբ եւ կուզեի ընդհանրապես խոսեք, թե ինչ էմոցիաներ ունեք այս բային հաղթանակից հետո։ Էմոցիաներս բնականաբար աննկարագրելի են, այդ հաղթանակի համը միջև չզգաս, ինձ թվում է, չես կարող բառերով դու նկարագրել դա։ Երկար սպասված հաղթանակ էր, դրա համար շատ ուրախացա, ճիշտ է, երևի արտաքինից այդքան էլ չէր երևում, բայց իրականում շատ էի ուրախացել այս հաղթանակով։ Սա Եվրոպայի երկրորդ ոսկին է, մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոների դարձել։ Տարբերություն կար զգացողությունների մեջ։ Դե տարբերությունը այն էր, որ մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն դառնալուց դա իմ առաջին մեդալն էր միջազգային մրցաշարում, իսկ հիմա արդեն սա 4-րդ ոսկե մեդալն էր եւ բնականաբար այդ նույն էմոցիաները չկար, ինչ որ առաջին անգամ։ Մեկ կարոտ եզրափակություն բոլորիս մի փոքր լարվելու առիթ տվեցիր, առաջին կեսում պարտվում էիր, սակայն հետո կարողացա շատ արագ միավորները ետ բերել ու վաղաժամ հաղթանակ տարար։ Ինչպես ես կարողանում այդքան արագ հավաքվել։ Դե ճիշտն ասած, այդ բացի թողի վիճակը կոպիտ ասած, ավելի շատ իմ զգոնությունը թուլացնելու մրցավարների պատճառով էր, քանի որ տվյալ դեպքում, երբ որ հնարքը անում եւ ընկնում ենք առանց հակառակորդի բռնվածքի, բարձրացնում եմ ոտքի ու առանց միավոր տալու շարունակում ենք, մրցավարներից երկուսը այդպես ցույց տվեցին, բայց գլխավոր մրցավարը չմիացավ նրանց, ես տեսնելով այդ երկու մրցավարներին, դրա համար պայտակ թուլացած զգոնությունս կորցրեցի։ Այդ իսկ պատճառով միավորներ բաց թողեցի, իսկ հավաքվելը ես միշտ ինձ տրամադրում եմ այնպես, որ պետք է 6 րոպե գոտեմ արտեմ, ու քանի 6 րոպեն դեռ չի լրացել ու ժամանակ ունեմ հետ բերելու գոտեմ արտը, ինձ թվում է այդ կոպիտ ասած իրար խառնվելը միայն խանգարելու է։ Բայց այս առաջնությանը բոլոր գոտեմարտերը ժամանակից շուտ ես ավարտել, ու ընդհանրապես հիմնականում մեծ հաշվով ես հաղթում, այդպես հստակ որոշում ես, որ ուզում ես մեծ հաշվով հաղթել, թե ստացվում է։ Դե չեմ սիրում նախապես գլխումս այդ պլանը գծել գոտեմարտի, ընթացքում ամեն ինչ ստացվում է էլի ինքը իրան։ Եթե ինչ որ դիրքում ինչ որ հնարք զգում եմ կարամ անեմ, հենց այդ պահին անում եմ։ Երևի այդ իսկ պատճառով գոտեմարտերս միշտ մեծ հաշիվներով ավարտվում։ Հեռուստաէկրանների տեսքով մենք անընդհատ տեսնում ենք ձեր մարզիչները ինչպես են ոգևորվում, հատկապես պարոն Բաբալարյանը հավաքականի գլխավոր մարզիչը շատ է այսպես էմոցիաներ արտահայտում, ձեզ դա գորգում, դուք դա զգում եք եւ ինչպես չի ավելի պարտավորվածություն չի ստեղծում։ Դե գորգի մեջ մեր մարզիչների ամեն բառն եմ լսում, ովքեր նստած են, բայց ընկեր Արմենը իրականում մի քիչ շուտ է հունից դուրս գալի, ես դրան արդեն սովորել եմ եւ փորձում եմ այնց չխառնվեմ իրար, էլի կարելի ասել այդ պահերին ու հավաքված շարունակեմ գոտեմարտս մինչեւ վերջ։ Հիմա Օլիմպիադանում եք եւ հավաքականի հետ հավաքի եք, մասնակցելու եք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը եւ եթե այո, արդեն զգում եք, որ պատրաստ եք մեծահասակների գորգ դուրս գալու։ Այո, մեկ ամսից Ալբանիայում մասնակցելու եմ մեծահասակների Եվրոպայի առաջնությանը նաեւ։ Դե պատրաստվում ենք նույն տրամադրվածությամբ, նույն ոգևորվածությամբ եւ կարծում եմ, որ այո, ես արդեն պատրաստ եմ, քանի որ նաեւ բանակայիններն է մեծահասակներ համարվում եւ այնտեղ բավականին լուրջ հակառակորդների եմ կարողացել հաղթել, ընդհուպ միջև օլիմպիական մեդալակիր։ Ըմբշամարտի դեպքում կան քաշեր, այդ քաշը պահելը ինչ բարդություններ են առաջանում, արդյոք դուք ունեք ինչ-որ խնդիր քաշը պահելու, իջեցնելու հետ կապված։ Դե դա ցանկացած ըմբիշ մանավանդ ներքևի քաշերում ունի այդ խնդիրը։ Ես էլ բացառություն չեմ, բայց այդքան շատ չեմ քաշ գցում էլի, եթե քաշի խնդիր շատ ունենա, իմ կարծիքով միայն մեկը կընտրեի, կամ մեծահասակները, կամ մինչև 23 տարեկանները։ Հիմա մի փոքր դեպի անցյալ գնանք։ Գիտեմ, որ 2022-ի աշխարհառողջությանը վերջին վայրկյաններին պարտվել եք։ Ինչպես դա տարակ հոգեբանորեն եւ բարդ չէր վերականգնվելը։ Շատ ծանր եմ տարել այդ պարտությունը իրականում,
շատ երկար էլ վերականգնումն ա տևել, մինչև օրս ես այդ գոտեմարտը սկզբից մինչև վերջ չեմ դիտել։ Հետո որ տեսանք Պարսիկ ըմբիշը նաև ոտքի օգնությամբ հնարքը կատարում ինչ-որ չափով, բայց մենք այդ բանին չէինք բողոքարկել։ Այդ ժամանակ ավելի վիճակս վատացավ, բայց աշխատում ենք մեր վրա, որ սխալները ուղղենք ու ամեն մրցմանը ավելի լավ ներկայանանք։ Դրանից հետո 2023-ին ծնկի վիրահատություն եք ունեցել, 2 ամիս հետո Եվրոպայի առաջնությանը փոխ չեմպիոն եք դարձել։ Էլի այդ վիրահատությունից հետո վերականգնումը ոնց է կարողանում այդպես արագ վերականգնվել։ Իրականում ես էլ չեմ հասկացել ինչպես է դա եղել, բայց այդ 22 թվի պարտությունից հետո ինչպես նշեցիք, ես ինքս ինձ խոսք էի տվել, որ 23 թվականին պետք է կարողանամ աշխարհի չեմպիոն դառնալ եւ որոշ չափով կազդուրված որոշեցինք նաեւ Եվրոպայի առաջնությանը մասնակցենք։ Իրականում երևի ընդամենը մի 10-ից 15 օր է կարողացել նորմալ մարզվել, մինչև այդ ձեռնափայտով էի գնում դահլիճ, պարան էի բարձրանում, ժիմ էի անում, ինչ որ հնարավոր էր անում էի այդ կարգավիճակով եւ իր արդյունքը տվեց վերջի վերջո։ Մեր հավաքականում կողքից այդպես է նայվում, որ այդ ընկերական միջավայրը շատ կա ինչ-որ ուրիշ հավաքականում, ով ձեզ ողջևորում է, նայում եք նրան, ուզում եք նմանվել իրենի ոճին։ Դե, հա, մեր մոտ շատ ընկերական միջավայր է։ Մեր բոլոր ըմբիշներն էլ տարիքով ամեկը մի յուրահատկություն ունի։ Բայց առանձնապես չեմ փորձում նմանվել ինչ-որ մեկին, փորձում եմ ինքս այնպես դառնամ, որ ինձ փորձեն նմանվել։ Բայց հավաքականում ում կառանձնացնեք, ում գոտեմարտերը մի փոքր այլ ուշադրությամբ եք նայում։ Ինձ ամենաշատը դուր է գալի Մալխաս Սամոյանի ստաբիլությունը, որ նա միավորը վերցնում է եւ այլ վերջ իրանից միավոր չեք կարող վերցնել։ Ոչ ոք դեռ երևի հաշված դեպքեր կլինեն, երբ նա միավոր է տվել եւ չի կարողացել հետ բերել։ Ձեր ուժեղ կողմը գորգում որն է ու թերությունները։ Ուժեղ կողմը կամային հատկություններն են իմ կարծիքով, որ մինչև վերջ պայքարում եմ եւ հաշվի չեմ առնում հիմնականում թե ով է իմ հակառակորդը կամ ինչքան ուժեղ, այդքան ավելի լավ։ Ես միշտ ավելի պատրաստական եմ եւ ավելի հետաքրքիր է ինձ գոտեմարտել ուժեղ եւ անվանի ըմբիշների հետ։ Իսկ ըմբշամարտից դուրս ինչով եք սիրում զբաղվել, ինչն է ձեզ հանգստացնում։ Դե իրականում ըմբշամարտից դուրս մի քիչ դժվար է պատկերացնել ինձ։ Վերջերս սկսել եմ գրքեր ընթերցել, որպեսզի այդ մրցումային լարվածությունը ցրվի, իսկ առհասարակ սիրում եմ ճամփորդել, թե Հայաստանի մեջ, թե Հայաստանից դուրս, ընկերական միջավայր կամ ընտանեկան։ Իսկ ինչ գրքեր եք սիրում։ Հիմնական Ագաթա Քրիստիի գրքերն եմ սիրում դետեկտիվ, որտեղ միջև վերջ լարված է պահում։ Ու հələ որ իր գրքերն եմ ընթերցում։ Իսկ առաջիկա ինչ նպատակներ ունեք։ Դե առաջիկայում միանշանակ նպատակս մեծահասակների Եվրոպան գրավելն է, որից հետո արդեն կերևա աշխարհի առաջնությունները ինչպես պետք է բաշխենք, քանի որ մի շաբաթվա տարբերությամբ մեկը Ամերիկայում է լինելու, մյուսը Քաթարում, այդ իսկ պատճառով երևի ստիպված կլինեմ մեկ ընտրել։ Այսինքն սպասում եք Եվրոպայի արդյունքին հասկանաք մեծահասակ։ Այո։ Եվ ձեր խորհուրդը երիտասարդ ըմբիշներին։ Չկոտրվել, միշտ միջև վերջ պայքարել եւ պարապմունքներին գլուխ չպահել։ Շնորհակալ եմ շատ։ Իսկ ես հիշեցնեմ, որ Vector-ի այսօրվա հյուրը ըմբշամարտի երիտասարդների Եվրոպայի աշխարհի չեմպիոն եւ բանակայինների աշխարհի չեմպիոն Սուրեն Աղաջանյանն էր։